Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի ելույթը Արևմտյան Հայաստանը խորհրդանի 2025 թվականի հունիսի 15-ի նստաշրջանի վաղտը Լեոնիդ Ազգալդյան ազգին նվիրված հերոս Աշոտ Հարությունյան, Արևմտյան Հայաստանը հայ համայնքի մծկորուստը Վախճանվալա Տիգրան Գյուլմեզգիլը, Արցախակորուստի հաշվին Հայաստանը գտնողներն իշխանական աթոռներին են հայացք Երևանը, Իրանը պատրաստվում է հակահարված տա Ամերիկային Մերձավոր Արևելքում, Փաշինյանը Պոլսում հայտարարավ էր Արաքսա դիմացը Թուրքիանը, ոչ թե Արևմտյան Հայաստանը։ Քյոմեգանիկ Արևմտյան Հայաստանապետական տելևիզիոն, միացեք մեր վետերաններին։ 2025 թվականի հունիսի 15-ի խորհրդարանական նստաշրջանի վաղտ Արմենակ Աբրահամյանը ներկայացրել է ռազմիկների հանձնաժողովի գործերը ազգային հիշողության պահպանումն հայկական պետականության առաքելությունը։ Նշալավեր վետերանին պատվով ներկայացրալն Արևմտյան Հայաստանը մի քանի միջոցառումներում, Էդֆում ապրիլի 24-ի ցեղասպանության հիշատակի միջոցառումներին Ֆրանսիայում։ Իրանք մեր ազգային պատվի կրողներն են, կամուրջ անցյալից բիդա ապագա, ընդգծալ Արմենակ Աբրահամյանը, կարևորալ է հայկական լեգիոնի հիշատակման ու Արցախահաղթանակների փոխանցման անհրաժեշտությունը որպես պատմական ժառանգություն թայզասերունդներին հետի։ Պարոն Արմենակ Աբրահամյանը ասել է, որ պետականությունը պիտի լծվի արժանապատվությամբ, ազգային հիշողությամբ ու պայքարի ոգով։ Մեր պատմությունը մեզ պարտավորեցնում է եւ մեր ազատագրական պայքարը պիտի ուղղված լինի ապագային, ամփոփել է պարոն Արմենակ Աբրահամյանը։ Լեոնիդ Ազգալդյանը պատմության այն սուսուփուս հերոսները նայել հով խոսելի փոխարեն գործելիս այլել։ Ինքը գիտնական այլել, ռազմիկ, գաղափարական առաջնորդ, յուրահասակ կյանքը նվիրված հայրենիքին։ Լեոնիդ Ազգալդյանը ծնվել 1942 թվականին Թիֆլիս, բրծալա Մոսկվայի պետական համալսարանը, հետո ուսումը շարունակալ է Երևան։ Գիտական ու տեխնիկական ոլորտներում հաջող կարիերանը յետը վեր Արցախը վտանգված այլել, ինքը միացել է անկախության բանակին դառնալավ ազատամարտիկ։ Մասնակցել է Վարդենիսա պաշտպանությանը Նյու Վադիի մարտերին։ Հետագայում Վլադիմիր Բալայանի հետ հիմնալ ազատագրական բանակի Արցախի մասնաճյուղը վերառազմաքաղաքական հզոր կառույց է տռալ։ Լեոնիդ Ազգալդյանը զոհվել է 1992 թվականի հունիսի 21-ի Մարտակերտա տոնաշենշենում մինչ հարձակման նախապատրաստումը։ Ինքը ոչ միայն հերոս այլել մարտի դաշտում, այլև գաղափարի կրող ու սերնդի օրինակ։ Լեոնիդ Ազգալդյանի կերպարը համեստություն է, նվիրում, վճռականություն, պիտի տառնաղացուց յուրաքանչյուր հային հետի։ Ինքը ապացուցալ է հայրենիքը սիրում ոչ միայն խոսքերով, այլ գործով։ Վերազգ վտանգի մեջ է իրական հայրենասերը զենքայորոնում ու պայքարում հունց Լեոնիդ Ազգալդյանը։ Արևմտյան Հայաստանը հայ համայնքը կուրցրալ է Իրան ամենակարկառուն ու սիրված դեմքեր ամինին։ Կարագյոզյան հիմնադրամի նախագահ Տիգրան Գյուլմեզգիլը Վախճանվալա 75 տարեկանում սրտի կաթվածին դարդան։ Վերջին շրջանում առողջական խնդիրներ ունեցող Գյուլմեզգիլը կյանքից հեռացել է հունիսի 20-ի լույսի 21-ի գիշերը։ Տիգրան Գյուլմեզգիլը տասնամյակներ շարունակ կարևոր դեր ունեցալ հայ համայնքի հասարակական, կրթական ու բարեգործական կյանքում։ Ինքը երկար տարիներ նախագահել է Կարագյոզյան շկոլ ու մանկատուն, հոգաբարձուների խորհուրդը, գործունեությունածավալ համայնքային կառույցներում մշտապես աչքի ընկնել ավիրան պատասխանատվությունով ու նվիրումով։ Բացի համայնքային ծառայությունը Գյուլմեզգիլը նաև ակտիվ գործարար է իլել, Գյուլմեզգիլը նաև Գալթասարայ մարզական ակումբի վարչական խորհրդի անդամ այլել, իսկ իրեն կյանքին վաղտը վաստակացել մցհարգանք հունցահայկական դիել թուրքական հասարակության շրջանակներում։ Տիգրան Գյուլմեզգիլը ծնվել 1950 թվականին Սեբաստիա, կուրցրալ է յուրան սիրելի կնկանը Նադյա Գյուլմեզգիին ու յուրանից հետո թողալ է մի հատ խոխա ու թորներ։ Լավավեր արցախցիներս գիժվում չենք վեր համեմատում ենք Արցախում կուրցրածնա Հայաստանում ստացած ժամանակավոր պետական քյոմեգը վերը ուղղվում է բնակարանատերերին։ Ասում սա վերջին ամիսն է։ Հունիսի 19-ին ազգային ժողովի նիստումը երկրի ղեկավարը հայտարարել է. «Մենք վերջակուրցրալ ենք Արցախը, այլ ճարալ ենք Հայաստան Հանրապետությունը»։ Կարծում եմ վեր Արցախը հարցը խոչընդոտ Արևելյան Հայաստան Հանրապետության անկախությանը ու մհենգելի փրթա Հայաստանը վերջապես անկախ է։ Ըստ յուրան 44 օրյա կռվումը վերջապարտվալ ընկալ հաղթալ։ Ինքը 2020-ի սեպտեմբերի 27-ին էլ խորհրդարանում ասաց այլալ հինչ էլ պտա է պարտված չենք համարելու մեզ։ Ակնհայտ ավեր փորձը արվում արդարացնել Արցախը հանձնելի գործընթացը։ Եթե Արցախը զոհաբերվել է Հայաստանագոյության հետի, ապա հունցնսոր ապրում հազարավոր արցախցիք հայրենազուրկ, գործազուրկ, տնազուրկ սոցիալպես ծանր վիճակում, իսկ յուրանքով էր ճարալն Հայաստանի իշխանության աթոռներին, հաճախ ատելությամբ խոսում արցախցիների մասին Նատաշա Պողոսյան։ Իրանը պատրաստվում է հակահարված տա Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում։ Սրա մասին հաղորդվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամ ալիքում։ Ավելի շուտի Իրանը խորհրդարանի նախագահի ռազմավարական հարցերով խորհրդական Մեհդի Մոհամմադին հայտարարել էր Իրանը տարհանալ է Ֆորդոյի միջուկային օբյեկտը Ամերիկայի հարձակումից առաջ, ուստի ինքը անդառնալի վնաս չի կրալ։ Իրանը սելավը գիտելիքներն հնարավոր չի ռմբակոծել։ Իրանապետական հեռուստատեսության քաղաքական տնօրենի տեղակալ Հասան Աբեդինին ասել էր ամերիկացիք սխալ հաշվարկներ ներալ, որովհետև Իրանը նախկինում տարհանածել էր սաղ նյութերը 3 միջուկային օբյեկտները վերհարվածածնելալ ԱՄՆ-ի կողմից։
2025 թվականի հունիսի 21-ին Պոլսահակոս բարբերականի խմբագիր Բագրատ Էստուկյանը մանրամասնել է հրապարակալ Նիկոլ Փաշինյանի Պոլսի հայ համայնքիների հետ հանդիպման մասին։ Հյուրանոցելավը քննարկման հիմնական թեման ելել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, բայց հանդիպումը առանց հակասական հայտարարությունների է անցկացվել։ Էստուկյանի փոխանցումով հանդիպմանը ներկայացնել շուրջ 50 համայնքային ներկայացուցիչներ, հոգեվարական ու լրագրողն է, բայց հայ հառաքելական եկեղեցին հանդիպմանը մասնակցալ չի հինչնել, Էստուկյանը ընդգծալ որպես կարևոր բաց։ Նշալավեր պատրիարքարանը դաժե կապած այլ շենքը վարչապետին հետ հանդիպման խուսափելի հետի հանդիպման վաղտը Փաշինյանը անդրադարձալ պատմական ու ինքնության հարցերի մասնավորապես հայտարարելով Արաքս գետին հանդիպակաց ԱՓ Թուրքիա ոչ թե Արևմտյան Հայաստան, եթե մենք խոսենք Արևմտյան Հայաստանի մասին, ուրիշներն էլ կարին մեր երկիրը կոչին Արևմտյան Ադրբեջան։ Այս հայտարարությունը բուրըն արձագանք առաջացրալ հայ հանրության շրջանում արժանանալով լայն քննադատության։ Շատերը գտնում են, որ վարչապետը ոչ իրավական, ոչ էլ բարոյական իրավունք չունի, հրաժարվել է Արևմտյան Հայաստանը պատմական գաղափարան, վերը հայկական ազգային ինքնության ու պատմական հիշողության կարևոր բաղադրիչն է։ Արևմտյան Հայաստանը որևէ կապ չունի Արևմտյան Ադրբեջանի պատմություն չունեցող արհեստական թեզին հետ, ու նման հայտարարությունը մենակ խարխլում են ազգային դիրքորոշումներն ու վտանգում պատմական իրավունքների միջազգային պաշտպանությունը։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին հավատարիմ մնալով իրան սկզբունքներին ու եշողներին շարունակում է իրան գործը թայզամոտեցումներով։ Հունց արդեն գիտում ենք, մեր տելևիզիոնին ինքնագով ազդավ չի զբաղվում։ Հիմնականում հեռարձակում է Արևմտյան Հայաստանապատմության ու իրան ներկայ ապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու այլ ենթատեքստերով մինգել տարբեր խնդիրներ վերհանող լուրեր։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին գրանցել է իրան ամենակարևոր նվաճումների մինը հրատարակել է Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը, վերի նպատակն է պահպանելու տարածել մեր պատմությունը, մշակույթը, ինքնությունը։ Մենք նաև թափանցիկ ու մատչելի ձևով ներկայացնում ենք Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կառավարության ազգային ժողովին այլ կառույցների քաղաքական զարգացումն են։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քյոմագյավը մեր տելևիզիոնում հնարավորություն են ավելին օնլայնվում ու պնդանում։ Մենք միասին ենք ուժեղ։ Ձեր խնդիրն է իննական պաշտոնական արարողություններին պիցրցնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանին դրոշը։ Հիշատակի պաշտպանները իրենց նշանակալի ներկայության պաշտոնական արարողություններին ու հիշատակի արարողություններին, որոնց մասնակցում են այլ կազմակերպություններ, պատվում են այս հայ զինվորներին ու կամավորականներին հովեր 1916 թվականից մինչև մեր օրերը իրենց կյանքը վտանգալը պաշտպանելա ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը։ Խնդրում ենք չհապաղել կապել նախագահ Ժան Ղազարոսյանին հետ լրացուցիչ տեղեկությունների հետի։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքան ենք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։